Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարելույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր քրիստոնյա հավատացյալներուս հոգիները գծնձա եւ ինչպես անցյալին Եբրայեցի ժողովրդի զավակները աղաղագեցին եւ տեսան Հիսուս Քրիստոսը, փառած Թագավորը, որ հաղթական մուտք կգործեր Երուսաղեմ, մենք ալ այսօր մանուկներուն հետ, ձերերուն հետ, երդասարտներուն հետ, առաքյալներուն հետ, բոլորին հետ բարձրաղաղակ գսենք. Ով սաննա, օրտնյալ է ան, որ Տիրոջ անունով գուքա, օրտնություն ի բարձունս, ալելույա, ալելույա։ Այսօր սիրելիներ Զարգազարդի դոնն է։ Դարիներ առաջ երբ Տեր Հիսուս Քրիստոս հարություն տվավ իր սիրելի բարեկամ Ղազարոսին, ժողովուրդը Հիսուսի մեջ արդեն տեսավ փրկիչը, տեսավ հարուցիչը, որ ահա որպես թագավոր թիմավորվեցավ ժողովրդին կողմէ։ Դերը առաջին անգամը լալով արդոնեց ժողովրդին, որ իր ըսկացումներուն դրվի, եւ դերը ղրգեց իր երկու առաքյալները, որպեսի պետպակե քյուրեն, էշն ու ավանագը փերեն, եւ երբ փերին, առաքյալները իրենց վերարգուները հանեցին, թրին իշուն վրա, թրին ավանագին վրա, փրեցին ջամփու եզերքին, երկայնքին, եւ Հիսուս նստավ իշուն վրա ու սկսավ ուղղվել դեպի Երուսաղեմ։ Ժողովուրդը, որ հավաքված էր Զադիգի դոնին համար, ահա սիրելիներ, ուրախությամբ տեսավ Հիսուսը, որպես թագավոր իրեն, եւ արմավինի ոստեր բրցնելով, ցիտենի ջուղեր բրցնելով, սկսավ Հիսուսի արջևեն, գողքերեն ու ետևեն երթալ եւ բարձրացային բորալ մարգարեական այն ըսկանչելի խոստումը, որ ասեք Սիոնի, որ ահա թագավորը քեզի գուքա, անիգա հեզ է ու խոնար նստած իշումը ավանագին վրա։ Հիսուս ոչ թե պատերազմի գուքար, այլ գուքար հոգիներուն խաղաղություն բերելու, եւ այդ ուրախության ու ցնծության մեջ ահա սիրելիներ, փարիսեցիներ, ահա գեղձավոր տբիրներ նախանցով լեցված Հիսուսի եսին չես լսեր ինչ կսեն, լրեցուր զանոնք, եւ Հիսուսը ասավ, եթե անոնք լրեն, լավ գիտեք, որ քարերը պիտի աղաղագեն։ Ժողովուրդը սիրելներ արբշիր քինով ցած, ահա Հիսուսը գտիմավորեր որպես փրկիչ, սակայն այդ օրվան ժողովուրդը չեր գիտեր, որ փրկության քինը շատ սուղ պիտի վճարեր Հիսուս, որ այդ փրկության քինը ոչ թե երկրավոր թագավորություն էր, այլ այդ փրկության քինը մատնություն էր, անարքանք էր, անպատվություն էր, թուք ու մուր էր եւ վերջավորության խաչ ու մահ էր։ Այո սիրելներ, Հիսուս չեկավ, որպեսի երկրի վրա թագավորությունը ստեղծեր, այլ Հիսուս եկավ, որպեսի մարդոց հոգիներու մեջ հավդինական թագավորության թռները բանար եւ առաջնորդեր մարդիկը թեպի հավդինական թագավորություն։ Եվ Հիսուս այս խանթավար ժողովրդին մեջ բահմը գանկնեցավ, նայեցավ Երուսաղեմին ու լացավ ասելով, որ Երուսաղեմ, Երուսաղեմ, քանի անգամներ փորձեցի հավաքել քեզ իմ թևերուս տակ, ինչպես հավը իր ցակուկները գավակե, բայց դու չուզեցիր։ Սիրելիներ, այսօր մենք ճիշտ է որ նույն խանթավարությամբ գաղաղագենք, գդոնախմբենք Հիսուսի հաղթական մուտքի այս հիշադակը, բայց մենք հավատացյալներս գիտենք, որ մեր փրկության քինը շատ թանկ է, որովհետև Քրիստոս
իր կյանքը տվավ մեզի համար։ Քրիստոս ինք անեծքի ու անարքանքի դեր դարձավ մեր փոխարեն։ Մենք արժանի էինք մատնվելու, ծաղկվելու, անարգվելու, թուք ու մուր գրելու, հարվածվելու, չարչարվելու, խաչվելու, մեռնելու մեր մեղքերուն համար։ Բայց դերը խնայեց մեզի ու այդ բոլորը իր վրա առավ։ Եվ ահա, երբ մենք մեկոմեն սիրելներ գդոնախմբենք Հիսուսի հաղթական մուտքը թեպի Երուսաղեմ, բայց մյուս կողմը կտեսնենք, թե ինչպես Քրիստոս ավակ շաբթվան այս արհավիրքներեն անցավ, թե ինչպես Հիսուս Գեթսեմանի բարդեզին մեջ, գերոն ծորին մեջեն անցավ, լացավ, աղոթեց, չարչարվեցավ, մատնվեցավ, տարաբեցավ, խաչվեցավ, թաղվեցավ, սակայն հարություն առավ եւ մեզի հարուցանեց մեր հոգևոր մերելութենեն ու մեր դիմաց բացավ հավիտենական կյանքի թռները։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, այս տոնը նաեւ մեր եկեղեցու մեջ կգոչվի Ձաղգազարդ, որտեղ հին ավանդության համաձայն մեր եկեղեցու մեջ գործնվին Ուրենիի ջուղերը եւ իհիշադակ այն ջուղերուն Արմավենիի եւ Ցիթենիի, որով ժողովուրդը թիմավորեց Հիսուսը։ Գաղութեմ ամբողջ սրտով, որ դերը սիրելներ մեզ մե յուրաքանչյուրին սրդի մեջ կա, հաղթական մուտք գործե դերը եւ մաքրե մեր սիրտերը ամեն տեսակ աղդեղութենե, ինչպես դերը դաջարը մաքրեց ամեն տեսակ վաճառականութենե եւ բղծությունները։ Թող դերը զարգազարդե մեր ընտանիքները, մեր հոգիները, մեր ազգը, մեր այրենիքը, ամբողջ քրիստոնյա ժողովուրդները, խաղաղության իշխանը, խաղաղություն թող բերե հոգիներու մեջ մարդոց եւ աշխարհին վրա, որուն գարիք ունենք այսօր ամենքս։ Նաեւ սիրելներ, այսօր երեկոյան մեր եկեղեցիներու մեջ կգադարվին թրմփացեքի առողջություն։ Թրմփացեկը սիրելներ խնդրանք է Աստուծո, որ դերը ողորմի մեզի իր որդին Հիսուս Քրիստոսի արյունով ու մեր դիմաց բանա այն թռները, որով փագած էր Ադամ եւ Եվայի մեղքին պատճառով, այսինքն բանա մեր դիմաց ողորմության թռները, օրհնության թռները, հավիտենական կյանքի թռները, եւ մենք ողբալով, աբաշխարելով, մեր գուրծքը ձեզելով մեղայի կանք, որբեսի արժանի ելանք հավիտենական կյանք մտնելու։ Ինչպես մեծ բահոց անցնող գիրագիներուն ցեզի երկեցի մեծ բակի նվիրված շարականներու հարց շարականները, այսինքն արավոտյան ժամերկության երկվող առաջին շարականը, այդպես ալ սիրելներ ցեզի այսօր պիտի երկեմ Ձաղգազարդի հարցի շարականը թագեն եղանակով։ Եվ ինչպես նախկին բոլոր գիրագիներու հարց շարականները կրած է Սուրբ Ներսեշնուալի Հայրաբեդը, այս շարականն ալ Սուրբ Ներսեշնուալի Հայրաբեդը կրած է։ Սիրելիներ, 6 տուները կփաղկանա, նախ աշխարհապար թարգմանեմ ցեզի եւ ապա բացադրեմ։ Գսե Սուրբ Հայրաբեդը, ով փանդ Աստված Քրիստոսի մասին է, Քրիստոս Աստուծո փանն է, խոսքն է, ով փանդ Աստված, թուն որ հորը հետ քերոպիական աթոր գնստեիր, այսօր խոնարհապար մարնով նոր ավանագի վրա նստար, քեզ գփարեփանենք, ով մեր հայրերուն Աստվածը։ Թուն որ սերոփեներեն սրբասած ցայնով անդադար գործնապանվիս, այսօր եբրայեցիներու թասերեն որբես Թավիթի որդի փարապանվեցար, քեզ գփարեփանենք, ով մեր հայրերուն Աստվածը։ Թուն որ հրեղեններեն երկի հնչմամբ գործնապանվիս բարձունքներու մեջ, այսօր ձերերեն եւ մանուկներեն ով սաննա երկով կովվեցար, քեզ գփարեփանենք, ով մեր հայրերուն Աստվածը։ Դեր օրհնեցեք եւ հավիտյան փառավորեցեք զայն։ Նոր Երուսաղեմ ցնծությամբ կդոնի այսօր մեր փրկին կալուստը։ Հետանոսութենե քրիստոնեացած ժողովուրդներ, հավիտյան փառավորեցեք զայն։
Սուրբ եկեղեցվո զավակներ, եբրայեցներու զավակներուն հետ այսօր Սիոն նոր արքա եկած հինավուրցը, այսին Աստվածը հավիդյան փառավորեցեք։ Այսօր օրտնապանող ձերերուն հետ ուրախությամբ բարեփանեցեք եկող անմահ թագավորը, ով քահանաներ, հոգևոր երկով հավիդյան փառավորեցեք զայն։ Ամեն։ Սիրելներ, ծանր եղանակ է, բայց շատ գեղեցիկ եղանակ է։ Գուզեմ որ ձեր ականջները վարժվին մեր այս հոգեթով շարականներուն, իսկ սարգվակներ, քահանա եղբայրներ, տբիրներ, լավ սորվեցեք շարականները, որբեսի մանավանդ այս ավակ շաբթվան ընթացքին սկանչելի գերբով մատուցեք եւ մեր ժողովուրդը հոգևոր մթնոլորտի մեջ ապրելով Աստուծո անունը փառաբանե։ Գերքեմ հարց թագեն եղանակով։ Հորտնյալ ես Տեր Աստված հարցն մերոց, օրտնյալ փառավոր յալանուն քո որ իքրոպեյագանաթոր ընդհոր նստեիր փանթաստված այսօր խոնարհությամբ նստար մարմնով նոր հավանագի ըսկես փանենք Աստված հարցն մերոց, որ իսրոպեից սրբասած ցայնիվ անդադար օրտնապանիս այսօր իթասուց եբրայեցված որդի թավթի փառաբանեցար ըսկես փանենք Աստված հարցն մերոց, որ իրագերբից մերկապանյալ հնչման
արցունս օրնապանիս այսօր իձերոց և իդղայոց քո վեցար Ովսանա երկով ըսկես փարե փանեմ Աստված հարցն մերոց օրհնեցեք ամենայն գործյան ըստ օրհնեցեք բարձարարեկս Դյան այսօրս քալուստ փրկին մերո ցնծությամբ դոնե նոր Երուսաղեմ ժողովուրդ որ թանոսած բարձարարեկս Նահավիդ այսօրն մանգանց եբրայեցվոց զին ավուրցն եկյալ նոր արքայի Սիոն մանգունակ սուրբ գեղեցվո բարձարարեկս Նահավիդ այսօրն ձերոց օրնապանից ուրախությամբ փարե փանեցեք զանմա
թագավորն եկյալ քահանայք հոգևոր երգո Rekes nahavid Եկեք սիրելներ, ամենքս միասին օրհնապանենք Տիրոջ Սուրբ անունը եւ ասենք. Ովսաննա, օրհնյալ է ան, որ Տիրոջ անունով գուքա։ Հրավիրենք Տերը, մեր հայրենիքներս, մեր եկեղեցիներս, մեր pedagoganություններս, մեր փանագեններս, մեր սրդերեններս, թող Տերը ինչպես որ թժողքեն դուրս բերավ սատանայի ցերքին դակ գտնվող հոգիները, այնպես ալ Տերը իր հաղթական այս մուտքով թող փանա թրները փանդերու եւ դուրս թողքան մեր բոլոր եղբայրները, որոնք չարին կողմե, ազեբներուն կողմե փանդարգված են, թող ազատություն ունենան բոլոր փանդարգյալները, արդարություն թող հաստատվի, խաղաղություն թող հաստատվի մեր հայրենիքին, մեր ընտանիքներուն ու բոլոր աշխարհի մեջ եւ Քրիստոսի զորությամբ ապրինք սիրելներ, որբեսի օրմնալ հավիտենական կյանքի մեջ հաղթական մուտք գործենք Տիրոջ ներկայության։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ զարգազարդ ձեր բոլորին։